Երևանի հատակագծի հեղինակը հայ մեծ ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանն է։ Սա այն Երևանն է, որ Ալեքսանդր Թամանյանը նախագծել էր մոտ 150,000 բնակչի համար։ Այդ ժամանակ քաղաքը կառուցվում էր ոչ թե ավտոմոբիլների, այլ հետիոտնի ու հանրային տրանսպորտի համար։ Այսպիսի առավոտների միջով աշխատանքի գնալն էլ թեթև է ու հաճելի։ Այսօրվա Երևանում ապրում է 1 միլիոնից ավելի մարդ։ Մեքենաների թիվն անցել է 350,000-ը։ Ու հիմա ծանր ու դանդաղ շարժվող Երևանում, երբ մի կերպ հասնում ես ուզածդ տեղը, նոր գլխացավ է սկսում, որտեղ կայանել մեքենան։ Երևում թե կայաման տեղ կա մի քիչ ազատ, բայց էլի չկա։ Եթե հորիզոնական մեծացնելը հնարավոր չի, մեծացնելն է վերտիկալ։ Մեր նպատակը չի կայանատեղերի ապահովումը, քանի որ կայանատեղիների շատացման դեպքում նաև շատանում է մեքենաների քանակը քաղաքում։ Չորրորդական փողոցը, բայց դեռ կայանելու տեղ չկա։ Ստիպված մեքենան շատ հեռու միտեղ եմ կայանել։ Բնականաբար Երևանում կազմակերպված կայանատեղիների քանակը չի հերիքում։ Երևանում որոշել ենք A կետից հասնել B կետ։ Ճանապարհը երկար է ոտքով անցնելու համար։ Ուրեմն 3 տարբերակ կա. հանրային տրանսպորտը, տաքսին կամ սեփական մեքենան։ Առաջին տարբերակը Երևանում լավ չի աշխատում։ Կանգառում կսպասես 5 թե 35 րոպե, չգիտես։ Նաև վստահ չես, թե այդքան սպասելուց հետո կկարողանաս խցկվել տրանսպորտ։ Արագ եւ հարմարավետ տեղափոխվելու համար կարող ես անցնել երկրորդ տարբերակին՝ տաքսի պատվիրել, բայց ամսվա վերջում ծախսերը հաշվելիս կպարզես, որ երրորդ տարբերակը՝ սեփական մեքենան, ավելի ձեռնտու է։ Այս տրամաբանական շղթան է բերել հասցրել մի իրավիճակի, որ Երևանում հիմա մեծ ու փոքրով հաշված ամեն երրորդ մարդ սեփական մեքենա ունի։ Դուք մեքենայով եք գալիս գործի։ Հիմնականում այո։ Իսկ որտեղ եք կայանում ձեր մեքենան։ Մեր շենքի մոտակայքում որևիցե ազատ տեղ։ Երևանի տրանսպորտի վարչության ղեկավարը մեքենան կայանում է իր աշխատավայրի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի մոտ։ Այդ հատվածից եթե քայլենք դեպի Բուզանդ փողոց, հետո շարունակենք Հանրապետության փողոցով, կհամոզվենք, որ ազատ տեղ գտնելու հավանականությունը մոտ է 0-ի։ Եվ սա ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։ Ամբողջ կենտրոնն է նույն վիճակում։ Ամենածանրաբեռնվածը պետական կառույցների, բանկերի, շատ աշխատող ունեցող մյուս ձեռնարկությունների շենքերի հարակից տարածքներն են։ Եթե օրինակ դու ունես 100 աշխատող, դա հաշվում է, որ մոտ 30%-ը մեքենա ունեն, այսինքն տեղ արդեն 30 մեքենա ստատիկ կերպով գալիս է կայանելու ամեն օր աշխատանքի բնույթով։ Երևանում կայանման 4 տարբերակ կա։ Խցկվել բակերում, որոնց մեծ մասն արդեն արգելափակված է, գտնել մասնավոր կայանեցնողի, պարկովշիկի, վճարել նրան եւ կայանել, խախտել օրենքն ու կայանել երկրորդ, երրորդ գծում հետիոտնի անցումների վրա կամ որտեղ պատահի եւ վերջապես հույսը դնել կարմիր ու կապույտ գծերում տեղ գտնելու վրա։ Երևանում կա համայնքային 3100-ից ավելի կայանատեղի կազմակերպված A եւ B գոտիներում եւ կա 514 կայանատեղի Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիում։ Այդ 3100 տեղերը կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում են։ Տարեկան վճարը երկու գծերի համար 160,000 դրամ է ու կարելի է կայանել թե կենտրոնում, թե Արաբկիրում։ Իսկ կապույտ գծի համար 24,000 դրամ է։ Կարելի է կայանել միայն Արաբկիրում։ Կայանատեղիների գինը բարձրացավ 2024-ից։ Նպատակներից մեկն էր բեռնաթափել Երևանի կենտրոնը։ Երբ սակագինը թանկացավ, ավելի քիչ մարդ սկսեց վճարել տարեկան փաթեթի համար։ Նախորդ տարի հետքն անդրադարձել էր թեմային, պարզելով, որ 2025-ին մոտ 5700 վարորդ վճարել է երկու գոտիների 3100 տեղի տարեկան փաթեթի համար։ Եթե գումարենք նաև ամսական, օրական եւ ժամով վճարողներին, կստացվի, որ կայանատեղիները կրկնակի քիչ են վճարողներից։
Երևույթը մի կողմից դրական է, քաղաքի բյուջեն է ավելանում, մյուս կողմից անհեթեթ է, ինչու պիտի վարորդը վճարի ու կայանելու տեղ չգտնի։ Քաղաքը նախատեսված չէր այս քանակության մեքենաների համար, ի սկզբանե չի եղել ու անկախ նրանից դուք կարգել եք կայանումը, թե կթանկացնեք, որպեսզի ընտրովի լինի, թե ընդհանրապես կփակեք որոշ փողոցներ, մեքենաների քանակը ոնց որ դրանից չի քչանում։ Մենք չենք աշխատում այն ուղղությամբ, որ կայանատեղիները շատացնենք, քանի որ դա բերում է մեքենաների շատացման եւ խցանումների շատացման։ Բայց մեքենաները արդեն շատ են։ Արդեն իսկ շատ են։ Դրա համար մենք աշխատում ենք այլ ուղղությամբ, մեքենաները քչացնելու։ Ինչ քայլեր են ձեռնարկում դրա համար։ Տարբեր սահմանափակումներ են կիրառվում, փողոցներ են միակողմ դառնում։ Երբ մեքենաների թիվը սահմանափակվի, մարդիկ ստիպված կլինեն երթևեկել հանրային տրանսպորտով, բայց արդյոք պատրաստ է Երևանի տրանսպորտը ընդունել 100 հազարավոր վարորդների, որոնք կիջնեն իրենց մեքենաներից եւ կբարձրանան ավտոբուս։ Ինչպես այն ժամանակ օրինակ գազելներն էին, հիմա էլ ավտոբուսները էլի լիքն են ու երբեմն կանգառներում կարաս տեսնես մարդկանց, որոնք որ ավտոբուսում չեն կարողանում տեղավորվեն, այսինքն բոլոր այն վարորդները, ովքեր որ այսօր օգտվում են մեքենայից եւ տեղափոխում են ուղևորներ, եթե սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից, ուղղակի կոլապս կլինի։ Մեքենաները քչացնելու, փողոցները միակողմանի դարձնելու ու հնարավոր կոլապսից խուսափելու ծրագրերի անվերջ քննարկումների շրջանակն ընդլայնվեց 2025-ին, երբ ստեղծվեց ճանապարհային երթևեկության կարգավորման եւ խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։ Ըստ հրապարակված տվյալների, հանձնաժողովը 2 նիստ է գումարել։ Մենք գրավոր հարցմամբ դիմեցինք փոխվարչապետի գրասենյակ, խնդրելով կայանատեղիներին առնչվող որոշումների արձանագրությունները։ 30-օրյա ժամկետ խնդրեցին։ Վերջում պատասխանելու համար, որ խնդիրը շարունակում են քննարկել, որոշումներ դեռ չունեն։ Եթե նույնիսկ կենտրոնում կայանելու տեղ ես գնում, ապա դա քո ցանկացած հասցեից ահավոր շատ հեռու մի տեղ ես կայանում ու դերից ոտքով քայլելով գնում։ Արա Սահակյանը 5 տարվա վարորդ է։ Գործի բերումով հաճախ է գալիս կենտրոն։ Ինչպես բոլոր վարորդները, ինքն էլ ընտրություն ունի։ Հիմա փորձենք Տերյանում կայանման տեղ գտնել։ Երթևեկել մեքենայով, թե վճարել տաքսու համար։ Հիմնականում ընտրում է սեփական մեքենան, բայց նախատեսվածից ավելի շուտ է ճամփա ընկնում, որ հասցնի մեքենան կայանելու տեղ գտնել։ Արա Սահակյանի հետ մի երթուղի ընտրեցինք։ Պլանի գլխից Կորյուն, Տերյան, Մոսկովյան, Աբովյան, Թումանյան, Խանջյան փողոցներով դեպի Տիգրան Մեծ խաչմերուկ։ Ստել ոչ մի ձև հնարավորություն չունենք ստեղ կայանելու, նայեք։ Մարդը ստիպված աղբամանի մոտ է կայանել, ինչ է երկի չի թույլատրվում, բայց ճարահացել է, որ այդտեղ չկա։ Ասած դեպքեր են լինում, որ չես հասկանում, թե ոնց պետք է կայանես, եթե աղբամանի մոտ կարմիր գիծ քաշես, հետեւաբար կամ պետք է այդ մասը մաքրեն, կամ էլ աղբամանը այդտեղ չպետք է լինի։ Աղբամանների դիմաց կայանումը արգելվում է, բայց կարմիր գծերից ներս թույլատրելի է։ Այս հակասությունը այս դեպքում մեկ վարորդի ազատել է կայանատեղի փնտրելու գլխացավանքից։ Երբ օրինական տեղերը վերջանում են, վարորդներն այլընտրանք են փնտրում, ասենք շենքերի այն բակերում, որոնք տեղի բնակիչները դեռ չեն պաշտպանում օտարներից, արգելափակոցներով կամ մետաղյա շղթաներով։ Լավ կառավարման դեպքում դա կլներ անօրինական եւ անհարկի միջոց, բայց քանի որ այդ կառավարումը մեր մոտ չկա, դա դառել է ստիպված միջոց։ Այս ստիպված միջոցները խնդիրը չեն լուծում, այլ բակերից տեղափոխում են փողոց։ Օրինակ Խանջյան փողոցում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մի քանի մետր այն կողմ մեքենաները կայանում են հասարակական տրանսպորտի կանգառի տեղում։ Ավելի օրինապահ վարորդները ճարահատյալ ընտրում են մասնավոր կայանատեղիները։ Ստիպված այդ ժամանակ օգտվում ենք համապատասխան պարկինգներից, հյուրանոցների, որը էլի գնային շատ բարձր է, ենթադրենք 1 ժամը 700 դրամ, 800 դրամ, նույնիսկ 1000 դրամ։ Այստեղ գները թելադրում է շուկան։ Հստակ տվյալ էլ չկա, թե քանի մեքենա կարող է տեղավորվել մասնավոր կայանատեղիներում, կամ քանի վարորդ գիտի, որ մոտակայքում կայանատեղի կա ու խցանում առաջացնելու փոխարեն կարող է գնալ այնտեղ։
Абսուրդ բան կա, չէ՞, դու մեքենայով իջնում ես ինչ որ միտեղ կայանես, բայց դու մեքենայի տերն էլ չես, այսինքն կգան կխփեն, չգիտեմ, կխազեն, կջարդվի ինչ որ մի բան մեքենայից վրա, բայց դու այնքան հեռու ես կայանել այնտեղից, որտեղ որ դու հիմա կաս, որ երաշխավորված չի նույնիսկ այդ ապահովությունը, թե դու մեքենայով իջար, կենտրոն, ինչ որ միտեղ կայանել ես ու օքեյ է լինելու ամեն ինչ քո մեքենայի հետ։ Տեսականորեն փողոցը բոլորինս է, գործնականում ոչ միշտ։ Բավական է մի քանի արկղ, աթոռ կամ ցուցանակ դնել ու հանրային տարածքը դառնում է մասնավոր կայանատեղի։ Մեծ խնդիրը, երբ որ տարածքի տերերը որոշում են, որտեղ պետք է չկանգնես, արգելող նշաններ են դնում, չգիտեմ, արխեր, աթոռներ եւ այլն։ Մի քիչ փորձես իրավունքների համար պայքարես, դա էլ մի հատ կոնֆլիկտային պատմությունների շարք է, որի մեջ ես շատ եմ հայտնվում։ Սա իմ տեղն է, սա իմ ծառն է, սա իմ թուփն է, սա իմ, չգիտեմ, parking-ի նշանատանից հետս բերե։ Քաղաքապետարանն ու պարեկները հավաքում են ցուցանակները, արկղերը ու հեռանում, բայց խանութի ներսում միշտ էլ կգտնվեն նոր արկղեր։ Սա բոլորի համար հատկացված վայր է քաղաքացիների։ Ցանկացած վարորդ իրավունք ունի այդտեղ կայանելու։ Եթե վարորդները շրջաններ են գծում փողոցներում կայանելու տեղ գտնելու հույսով, ապա առաքիչներն այդքան ժամանակ չունեն։ Պետք է ապրանքը արագ հասցնեն խանութ, ռեստորան կամ գրասենյակ։ Դրանք միացնում են վթարային ազդանշանն ու կանգնում որտեղ պատահի, բեռնաթափելու իրենց ապրանքը։ Աշխարհի տարբեր քաղաքներում կայանատեղիների խնդիրը տարբեր մոտեցումներով են լուծում։ Հիմնականում առավելություն են տալիս հանրային տրանսպորտին, անձնական մեքենաների օգտագործումը քաղաքում դարձնելով անհարմար։ Բայց նախ ստեղծվում են իրական այլընտրանքներ, հարմար ու հասանելի հանրային տրանսպորտ, հեծանվուղիներ։ Երբեմն էլ լուծումները գտնվում են այլ հարթությունների վրա, ստորգետնյա կամ բազմահարկ կայանատեղիներում։ Երևանում բազմահարկ շենք կայանատեղի չկա ու քաղաքապետարանի տվյալներով չի էլ կառուցվում։ Կայանատեղի շինություններն են, այսինքն բազմահարկ կայանատեղիները, որտեղ որ ասենք 50 մեքենայի համար նախատեսված մակերեսի վրա արդեն հարկերով տեղավորվում է, ասենք մի քանի 100 մեքենա։ Մի քանի հարկանի parking-ներ սարքեն Երևանում, շատ կբեռնաթափվի Երևանը։ Երևանի քաղաքապետարանն ու հանձնաժողովը ուսումնասիրում են Երևանի կենտրոնի վարչական սահմանների մոտ կայանատեղիներ կառուցելու հնարավորությունը, բայց առայժմ հստակ ու վերջնական որոշում չկա այդ ուղղությամբ։ Եթե նախկինում մեքենան շքեղություն էր, հիմա շատերի համար այն պարզապես հասանելի եւ հարմարավետ փոխադրամիջոց է, որով կարելի է փոխարինել ծանրաբեռնված ու անկանխատեսելի հասարակական տրանսպորտի տհաճ իրականությունը։ Ամենաազդեցիկ լուծումը, որը որ կարա երկարաժամկետ այդ հարցը լուծի, իմ կարծիքով մեքենա վարելը ոչ պոպուլյար դարձնելն է։ Ու դրա համար պետք է լինի բնականաբար առողջ ալտերնատիվ, օրինակ հասարակական տրանսպորտի տեսքով։ Մենք հաճախ ենք հանգում այն պարզ ճշմարտությանը, որ հիվանդին բուժելու համար նախ պետք է ախտորոշել հիվանդությունը։ Այս խնդրի ախտորոշումը պարզ է։ Երևանյան տրանսպորտային համակարգի պայմաններում շատերի համար մեքենա ունենալը անհրաժեշտություն է, բայց քաղաքն այդ անհրաժեշտությունը այլևս չի կարողանում տեղավորել։ Փողոցները միակողմանի դարձնելը կամ բազմահարկ կայանատեղիներ կառուցելը կարող են թեթևացնել իրավիճակը, բայց դրանք բուժում չեն, այլ ընդամենը ցավազրկող։ Մինչև հանրային տրանսպորտը չդառնա քաղաքում արագ եւ հարմարավետ փոխադրամիջոց, մեքենա ունենալը մնալու է վատ տարբերակներից լավագույնը, իսկ մայրաքաղաքում կայանատեղի գտնելը ամենօրյա վիճակախաղ, շահելու նվազող հավանականությամբ։